Վերադարձանք գովազդից եւ արդեն տաղավարում հյուրընկալել ենք մեր այսօրվա առաջին հյուրին։ Մեր տաղավարում է պատմական գիտությունների թեկնածու Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների փաստագրման ու ուսումնասիրման բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը, ում հետ այսօր զրուցելու ենք ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մինչև ձեր այստեղ հայտնվելը ասացինք, որ ցավոք սրտի մենք հիշում ենք մեր ցեղասպանության մասին տարեկան 1 մաքսիմում 2 օր։ Դուք դրա մեջ եք, այսինքն դա ձեր առօրյան է։ Այո, ինչպես է նախ այդ բեռը, ինչպես եք տանում։ Հեշտ է, դժվար է, ինչու այդ ընտրությունը արեցիք։ Սկսենք այն կետից, որ դժվար է բեռ կոչել, որովհետև ավելի շուտ առաքելություն ենք համարում եւ մենք այնտեղ շատերս ունենք նախնիներ, վերապրող կամ զոհ եւ յուրաքանչյուրիս համար դա առաքելություն է, նվիրում է եւ նաեւ պայքար հանուն արդարության, հանուն մեր նախնիների պայքար, ինչը նաև գուցե այսպես ենթադրում է մեր գործունեությունը ամբողջ եւ նվիրում է։ Փաստեր, որոնց մասին մենք տեղյակ ենք տարիներ շարունակ քննարկում են, բայց արդյոք կան նոր փաստեր, որոնք որ անընդհատ ինչ-որ նոր հայտնաբերություններ են բերում ցեղասպանությանը վերաբերող։ Գիտեք, հայոց ցեղասպանության ժխտումը միջազգային մակարդակով, նաև գիտական շրջանակներում միջազգային այլևս ամոթ է դարձել, այսինքն մենք բարձրացել ենք մի մակարդակ կամ գուցե մի քանի մակարդակ վերև եւ հիմա ներողություն, երբ այդ թռիչքը եղեք քվանտային 100 տարիների ընթացքում այսինքն մենք չի եւ Հայաստանի տարի առաջ այո, դա զարգացում է եղել եւ մեր գիտնականների եւ Սփյուռքի գիտնականների եւ օտարերկրյա գիտնականների համատեղ ջանքերի շնորհիվ ենք մենք հասել այդ կետին։ Ես պետք է նշեմ, որ նոր փաստեր դրանք անընդհատ արխիվների միջոցով հայտնաբերվելիք փաստերն են, նոր մանրամասներ, որ մենք հիմա ինստիտուտի քաղաքականությունն է, նոր արխիվների հայտնաբերումը, ասենք օրինակ, որպեսզի պատկերացնեք Ռուսաստանի արխիվների կամ Վրաստանի արխիվների ուսումնասիրությունը շատ առաջնային է հիմա մեզ համար դարձել։ Կարող է զարմանաք, բայց դրանք հայոց ցեղասպանության գծով այնքան էլ ուսումնասիրված չեն։ Իսկ որ ասում եք ամոթ է, որ հերք են դա, բայց չէ, որ մենք ունենք հարևան պետություններ, որոնք որ դա հերքում են, չեն էլ ամանչում Պակիստանն է հերքում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենագլխավոր մարդը տարին մեկ անգամ կամ կասի ցեղասպանություն կամ չի ասի։ Ինչպես դա, մի կողմից ասում ենք, որ ամոթ է, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ միլիոնավոր մարդիկ կան, որ ոչ ամանչում են, ոչ էլ։ Գիտեք, իհարկե այդ ժխտողականությունը կա, բայց դուք կարող եք նշել ժխտողական մեկ հեղինակի, որոնք որ, ասենք օրինակ, շատ ակտիվորեն հղվում են հայտնի օրինակ ցեղասպանագետների կողմից։ Բայց դա իրանց պետք չի։ Հիմա Թուրքիան առհասարակ ոչ մի բանի վրա կարող չի հեղվում, ասում է այդպես բան, այդպիսի բան չի եղել։ Եվ վերջ։ Պատերազմ էր եւ վերջ։ Դե Թուրքիան ասում է, այո։ Ահա, եւ ինձ թվում է, որ ամենակարևոր մեր խնդիրը, որ Թուրքիան ընդունի այդ ամենը եւ հետո մնացած բոլոր քայլերը տեղ ունենան, որը որ արեց ժամանակին Գերմանիան, օրինակ։ Թուրքիայի ընդունումը կարող է լինել, կարող է չլինել, բայց որ աշխարհը ընդունել է, դա փաստ չի, արդյոք ընդունել է։ Ես նաև ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այդ զարգացումների վրա, որ տեղի ունեցան։ Տարիներ առաջ մեզ մոտ հյուրընկալվել էր Ռիչարդ Հովհաննիսյանը եւ ինքը պատմում էր, թե ինչպես տեղի ունեցավ այդ հայոց ցեղասպանության շրջանառությունը
գիտնականների, մասնավորապես Միացյալ Նահանգների գիտնականների շրջանում, եւ ինչ պայքարներ նրանք մղեցին, ինչպես հասան այն կետին, որ այլևս հայոց ցեղասպանությունը գիտական շրջանակներում ժխտելը դա ամոթ երևույթ է դարձել։ Ես զգում եմ, որ նել ինչ-որ բան ուզում, բայց նորից հակադարձեմ։ Գիտական աշխարհում, այո, միգուցե, եւ նորից գիտական աշխարհում, որը ոչ adekvat է, օրինակ, բայց կան ոչ adekvat գիտական աշխարհի ներկայացուցիչներ եւ վերջեվերջով գիտական աշխարհը դա մեր երկրագնդի քանի տոկոսն է։ Եկեք ոչ adekvat գիտական աշխարհին չանդրադառնանք, իրենք հոլոկոստը անժխտելի է։ Եվ դա ընդունել է առաջին հերթին Գերմանիան եւ ըստ դրա մնացած բոլոր քայլերը։ Բայց մինչ օրս նույնիսկ դուք լսել եք Դեբորա Լիպշտատի գործի վերաբերյալ։ Նրան ժխտող գիտնականները մի մասը մինչև հիմա ողջ է, կենթանի է, ապրում է նույն Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Խոսքը sense դրա մասին է։ Այսինքն, բայց դուք նրանց անունները լսել եք։ Չէ, խոսքը չէ, էական չի լսել եմ թե չէ։ Էական է, որ հрьяաները եւ Իսրայելը ստացել է այն ամեն ինչ որ պետք է ստանար այն կողմից, որը որ մեղավոր էր։ Հիմա եթե ամբողջ աշխարհը չի ժխտում, բայց Թուրքիան շարունակի ժխտի, բայց 1.5 միլիոնը ինչպես պետք է իրենց հոգիները հանգստանան։ Այդ հարցը ուզում հասկեմ։ Իրենց հոգիները հանգիստ են, գիտեք։ Դակ պատմեք մեզ։ Որտեվ հայ եկեղեցին սրբադասել է։ Դա արդեն հոգևոր աշխարհում տեղի ունեցավ։ Ես խոսում եմ ավելի երկրային բաների մասին եւ փորձում հասկանամ։ Ճիշտ է, համոզված եմ, որ դուք ինձանց լավ գիտեք եւ հերոստատիտողներն են միգուցե ինձանց լավ գիտեն, որ եթե չլինեին ուժեղ երկրները եւ չստիպեին Գերմանիան, միգուցե այդ ամենը չլիներ։ Այսօր աշխարհի ուժեղագույն երկրները այլ հարցերով են զբաղված եւ ինձ չի թվում, որ հայոց ցեղասպանության ընդունելությունը Թուրքիայի կողմից կամ ոչ ժխտելը Թուրքիայի կողմից այդ ուժեղագույն պետությունների ցուցակում թուդելիստում անգամ հարյուրակի մեջ է մտնում։ Ինչ պետք է մենք անենք, որ դա փոխվի։ Անում ենք արդյոք որպես պետություն, որպես գիտնականներ, որպես մենք ազգ եւ հաղորդավարներ, ինչ ենք անում։ Ոչ մի բան չենք անում կարծես թե ես մեր մասին կարող եմ խոսել։ Ապրիլի 24-ին հիշում ենք, տարեկան մի քանի անգամ էլ փորձում ենք Թուրքիայի հետ ինչ որ հարցեր լուծել։ Դուք միգուցե, հիմա պատմեք մեզ ինչ է պետք անել, ինչ եք մտածում դուք։ Արդյոք անում է պետությունը ամեն ինչ որ պետք է անի։ Ես լավ առիթ է, դուք էլ քիչ առաջ խոսեցիք դրա մասին, ցուցադրության բացման, որ վավերագրերին է վերաբերվում եւ այնտեղ ներկայացված է նաեւ Թուրքիայի դատապարտումը հայերի կոտորածների այն ժամանակ ցեղասպանություն բառը գոյություն չուներ եւ հետաքրքրվողներին նաեւ ձեզ հրավիրում եմ ներկա գտնվելու ամսի 23-ին ժամը 3-ին թե ինչպես է Թուրքիան չասեմ ամպագոր բառով ընդունել, բայց ընդունելու նման մի բան արել, դատապարտելով հայոց ցեղասպանության, հայոց կոտորածներին նպաստող իրենց նախկին քաղաքական, կուսակցական գործիչներին։ Շատ հետաքրքիր է լինելու։ Չէ, դե մենք բոլորս գիտենք, որ այդ ցեղասպանության մեղավորները անգամ փախել են Թուրքիայից։ Մենք գիտենք, որ նրանց մեղադրել են, դատարան է եղել այսպես կոչված, այո, բայց Եկեք խոսենք նաև վերջին ուսումնասիրություններից։ Ինչ ուսումնասիրություններ կան, որոնք միգուցե հենց ամսի 24-ին պիտի նոր բացահայտվեն կամ լինելու են նոր միջոցառումներ, երբ մարդիկ կկարողանան նաև ծանոթանալ նոր ուսումնասիրությունների հետ։ Ես կցանկանայի առանձնացնել 110-րդ տարելիցին ընդառաջ տված մեր նոր գիրքը, ուսումնասիրությունը, որը հայ երեխաների բռնի տեղափոխմանն է նվիրված, մասնակցել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի 6 գիտաշխատող, իրենց ուսումնասիրություններն են ներառել, սկսելով իրավական, գաղափարախոսական, կրոնական, նաև ասպեկտներից, թե ինչպես էին երեխաները
երեխաներին տեղավորում, թուրքական քաղաքականությունը ինչպես էր տեղավորում որբանոցներում, ինչպես էին տեղավորվում տներում եւ ինչպես էին այնտեղ թուրքացվում կամ ձուլում, այո, ոչ միայն ընդ որում թուրքացվում էին, այլ նաեւ քրդացվում ու արաբացվում, այդ մեխանիզմները նաեւ այնտեղ մարդաբանական շերտ կա իրենց տեսանկյունից նրանք հայ երեխաներին փրկում էին, բայց դա միջազգային իրավունք եւ ցեղասպանություն հանցագործության 5-րդ սահմանման 5-րդ կետը զրկում էին նրանց ազգության, այո, պատկանելությունից։ Այո, 5-րդ կետը, այսինքն երբեմն մենք մտածում ենք, որ ֆիզիկապես կոտորելն է, վերացնելն է, չէ, ազգին թիրախավորելը կամ խմբին, բայց 5-րդ կետը սահմանում է, որ երեխաների բռնի տեղափոխումը եւս ցեղասպանական արարք է, եւս ցեղասպանություն է։ Քիվ գոյություն ունի, ինչքան երեխաներ են այդպես։ Շատ բարդ է դա ասել, որովհետև նախ ունենք մարդահամարի հարց, մեր հեղինակներից մեկը հենց երեխաների ընդհանուր որբերի թվին է անդրադարձել, դժվարանում եմ որևէ թիվ ասել, որովհետև նախ շատ նորածին երեխաներ կային, որոնք որ բնական է չէին հիշելու, որ իրենց ծագումը մի փոքր ավելի մեծ երեխաներ, ասենք օրինակ 5, 6, 7 տարեկան, նրանք հիշում էին, նույնիսկ ասեմ, որ շատ հետաքրքիր պայքարի դեպքեր կային, այսինքն ինչպես էր որբանոցի տնօրենության դեմ տեղի ունենում այդ ընդվզումները, իրենց ինքնության վերաբերյալ, այո, պայքարը ինչպես էին իրենք հետաքրքիր ձևով իրենց այսպես պաշտպանում թրքացումից, մեխանիզմներ էին ստեղծում, իրենց հայերեն խոսել էր արգելվում, իրենց անուններն էին փոխվում, թվահամարներ էին շնորհում, իսլամական անուններ էին իրենց տալիս եւ լինում էր այդ պաշտպանության ձևերից մեկն էլ այն էր, որ իրենք թաքուն իրար մեջ հայերեն էին խոսում։ Խոսում ենք արգելքումին։ Այո, եւ իրենց իրար մեջ էլի հատուկ խմբեր էին ստեղծում մեծ որբերի այսպես գլխավորությամբ, գնում էին փորձում էին սնունդ հայթայթել, գիշերային այցելություններ էին տեղի ունենում կամ ընդվզում էին օրինակ Անթուրայի որբանոցում, դա հիմնվել էր նախկին կաթոլիկ վանքի տեղում եւ այնտեղ այսպես եթե ժողովրդական լեզվով ասենք թուրքերը կատու ճղելու համար արձանները վերևից գցում էին ներքև որպեսզի երեխաների այդպես հոգեբանության վրա ազդեին երեխաները գիտեին որ ցանկացած ընդվզում պատժելի է այսինքն իրենք պատժի կարժանանան բայց դա բնավ չէր խանգարում որպեսզի նրանք ասեն ինչ եք դուք անում այսպիսի դեպքեր էլ ունենք Եվ իրականում ինչքան եմ ցավում, որ մենք չունենք ֆիլմեր դրա մասին նկարված, մենք չունենք գրքեր կամ չգիտենք այդ գրքերի մասին։ Ես գիտեմ մի քանի պատմություն, որ այդպիսի աղջիկներ են փոքր եղել եւ որ փանոցներից հետո որ մի քիչ մեծացել են նրանց արդեն որդեգրել էին, ամուսնացրել են, թրքացել են եւ միայն մահանալուց բացել են իրենց ինքնությունը արդեն որ վախենալու բան չունեն, գիտեն որ մահանում են իրենց թորներին եւ երեխաներին ասել են որ ես հայուհի եմ։ Չմոռանանք որ Օսմանյան կայսրության արդեն Թուրքիայի հանրապետության առաջին կինոթաչուն, որը եղել էր Աթաթուրքի դուստրը, որդեգրված, այո, հայուհի է ազգությամբ եւ նայել է որդեգրել եւ այդպիսի միլիոնավոր դժվար տասնյակ հազարավոր այդպիսի պատմություններ կան եւ ցավալի է որ մեր մտավորականները չեն անդրադառնում եւ տեսեք ինստիտուտը իր գործը անում է այդ արխիվները գոյություն ունեն պատմությունները հստակ գոյություն ունեն ես դիմում եմ բոլոր այն մարդկանց որոնք որ համարում են իրենց գրող, սցենարիստ, պոետ, ռեժիսորներ, սա էլ է պայքարի ձև, չէ որ մենք անգամ յուրաքանչյուր հոլիվուդյան ֆիլմում, որը որ կապ չունի բացարձակ հոլոկոստի հետ, տեսնում եք մեկ պատմություն, մեկ հերոս, որը որ ինչ որ կերպ դրան անդրադառնում է եւ արդեն մարդկանց ուղեղների մեջ նստած է։ Իսկ մենք կարծես թե ալարում ենք մի քիչ։ Ցեղասպանության թանգարանում նաեւ մեր մասնակցությամբ, նաեւ իմ մասնակցությամբ այդպեսի սցենարի փորձ է հիմա արվում, շատ փակագծերը չբացեմ, բայց
երևի թե հաջորդ փուլը կլինի այն, որ արդեն մասնագետ սցենարիստ մասնագետներին կտանք, թե այն վերագրական ֆիլմի մասին խոսքը թե ոչ, նախ երևի թե անիմացիոն մուլտֆիլմի, այսինքն Ավրորայի նման դա։ Այո, հետագայում ճիշտ ասած շատ նման է ֆիլմին, շատ կսազեր, այնինչ որ գրվել է։ Դե որտեղ հազարավոր այդպիսի պատմություններ կան, իսկապես որից որ կարելի է ինչ-որ բաներ ֆիլմեր ստանալ, այո, որոնք կլինեն եւ ուսուցողական, եւ կլինեն ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ մեր ցեղասպանության մասին պատմող փոքրիկ ակնարկներ։ Այո։ Ես հիշում եմ պատմություն, որ 2000-ականների սկզբում շատ մի հեղինակավոր գովազդային ուրեմն գործակալություն ուզում էին միջազգային գովազդային ուրեմն արշավ անցկացնեին Թուրքիայում եւ այնտեղ խնդիրը նա էր, որ այդ արշավ անցկացնելու համար պետք է մարդկանց արյունը ստուգեին եւ պարզեին, թե ով որտեղից է։ Եվ միջազգային սկանդալ բացվեց եւ դրանից հետո օրենք ընդունվեց, որ ոչ մի թուրք իրավունք չունի իր արյունը կամ որևիցե մասնիկ փոխանցել այլ ազգի ներկայացուցիչին, որի դուրս գա դա, որովհետեւ նրանք հասկանում են, որ միգուցե այնտեղ շատ բաներ բացվեն։ Շատ բան, այո, խոսքը միայն հայերի մասին չի, հույներ, ասորիներ եւ այլն, քրդեր, որոնք որ էլի թրքացած գոյություն ունեն։ Եվ դա մեծ խնդիր է։ Ուզեմ ասեմ, կան բաներ, որոնք որ պետք է անել ամեն օր եւ մտածել դրա մասին։ Նորից խոսենք ամսի 24-ի մասին, ինչ հատուկ հյուրերի ենք սպասում, քանի որ ամեն տարի ունենում ենք հատուկ հյուրեր, ովքեր գալիս են հատուկ այդ օրը ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետությունում եւ այլ ինչ ծրագրեր ունենք, որպեսզի մարդիկ էլ տեղյակ լինեն, ովքեր որ պատրաստվում են այցելել թանգարան, իմանան թե ինչ ծրագրին կարող են ներկա լինել այդ օրը։ Եվ ամսի 24-ից հետո ինչքան ժամանակ է ցուցահանդեսները շարունակվելու, ցուցադրությունները, որ մարդիկ կարող այդ օրը չեն հասցնում հետո գան։ Սովորաբար ցուցահանդեսները, ցուցադրությունները 1 տարի են մնում ժամանակավոր ցուցասրահում, հյուրերի մասով մեր տնօրենը ձեզ կարծեմ պետք է հյուր լինի հեռուստաընկերություն։ Այդ հարցերը կտակի։ Կարող ենք իրեն ուղղել, որովհետև ես մանրամասն չեմ տիրապետում բնականորեն, բայց արտասահմանյան հյուրեր նախատեսվում են, նաև ժամանակավոր ցուցադրության բացման ժամանակ արդեն Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցություն կա, դա հստակ է եւ յուրաքանչյուրն էլ հետաքրքրված է, այո, իրենց երկրի, թե ինչպես է իրենց ազգը, իրենց երկիրը փաստագրել հայոց ցեղասպանությունը, դա էլ է հետաքրքիր շատ եւ հետագա ծրագրերի առումով ինչ կուզեմ նշել, որ գուցե նաև ուղղությունները, այսպես ասեմ, մտածում էի այստեղ գալուց առաջ ինչ հետաքրքիր մի բան, որ վերջերս է տեղի ունեցել հատկապես, ունենք հուշագրություններ տպագրող, այսինքն ուսումնասիրություններ կատարող հուշագրությունների բաժին, որտեղ որ գիտաշխատողները, իհարկե ոչ միայն այդ բաժնի գիտաշխատողները, այլ ընդհանուր բոլոր գիտաշխատողները զբաղվում են անտիպ հուշագրությունների տպագրությամբ եւ վերջերս տպագրվել է Տիգրան Մակարյանի հուշագրությունը Դերձոր Գուլագ, ինչու է ցանկացա դա առանձնահատուկ նշել, որովհետեւ դա հայտնի մեր բոլորի սիրված Էլվինա Մակարյանի պապիկի հուշագրությունն է եւ դա բավականին հաստափոր հուշագրություն է, շատ հետաքրքիր, այսինքն նաեւ լայն շրջանակներին տպագրվել է արդեն եւ վաճառքի է մեր ինստիտուտում, ես մի օրինակ ընդհանրապես բերեցի, բայց հուշագրությունները արդեն մի քանի տարի տպագրվում են եւ տասնյակ հուշագրություններ ունենք տպագրված, խոսքը վերաբերում է միայն այս շարքին, որ մենք նոր ենք սկսել, իսկ առհասարակ հայոց ցեղասպանության հուշագրությունները շատ են։ Եվ վերջին հարցը, այ դուք մեր զրույցի սկզբում հիշատակեցիք Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի Հանրապետությունում գտնվող արխիվների եւ նոր բացահայտումների մասին։ Հոլոկոստի ամբողջ դաժանությունը, ցավը եւ տրագեդիան բացահայտվել է հենց գերմանական արխիվներից եւ գերմանացիները այնպիսի ազգ են, որ ամեն ինչ գրի են առնում, այնտեղ այդպես էր։ Նույնը կարող ենք ասել Թուրքիայի մասին եւ արդյոք այնտեղի արխիվները օրերից մի օր կարող են բացվել մեզ համար, թե
նախ շատ քիչ էր, որտեղ այն ժամանակ չէին գրում եւ նրանք առհասարակ կարծես թե գրելու հետ սեր չունեին եւ այս ընթացքում պարզ է որ պետք է ոչնչացնեին հստակ կարող ենք ասել, որ թուրքերն ավելի ծպտված էին գործում, գերմանացիները դուք հավանաբար նկատի ունեք զոհերի ցուցակները։ Այո, չգիտեմ, այստեղից ուղարկում ենք այստեղ, այս մարդկանց սենց բարեցինք, այս ճամբարում այստեղ, այս գնացքում այսքան սնունդ եւ այլն եւ ըստ դրա մարդիկ արդեն իրենց հաշվարկները եւ բաները անում են հետո։ Այ մեր բացահայտումներից մեկը վերջի շրջանի նաեւ դա է, որ եղել են ցուցակներ եւ դրանք մի քանի օրինակով են եղել, օրինակ զոհ, այսինքն տեղահանվող հայերի ցուցակներ, որպեսզի հետևեն թե քանի մարդ այս կետից մյուս կետը տեղափոխվեց, բայց դրանք դեռևս պետք է բացահայտվեն, եթե բացահայտվեն, որովհետեւ Համենայն դեպս հայերի ձեռքերն այնտեղ չեն կարող հասնել կարծես թե։ Դեռ ցավոք սրտի այդպես է դա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շարունակեք ձեր առաքելությունը եւ հուսանք, որ օրից մի օր իսկապես Թուրքիայի արխիվներն է մեզ հասանելի կլինեն եւ աշխարհը կիմանա թե ինչ է տեղի ունեցել, չնայած աշխարհը գիտի, մեզ չգիտեմ, ինչպես մնացածին, ինձ շատ կարեւոր է որ Թուրքիան ընդունի եւ իր մեղքը ընդունի, դա ամենակարևորը եւ նոր դրանից հետո մնացած բոլոր հարցերը կարող ենք կամ չեն կարող լուծել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։